Թթվասերային պատերազմների վետերան Զարան եւ նեյտրալիտետ հայտարարած Իգոր Գլումովը հայտնվեցին կադրում եւ մեր հյուրերը արդեն տաղավարում։ Այո, շատ ավելի հետաքրքիր եւ կարեւոր թեմայից ենք խոսելու։ Սյունիքի մարզ Բաղաբերդ ամրոցում, Սյունիքի մարզ Երիցվանք վանական համալիր, Արագածոտնի մարզ Ագարակ գյուղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Վայոց ձորի մարզ, Սմբատաբերդ ամրոց, Մեծամոր հնավայր, այս են բոլոր թեմաներն են, որոնց մենք ամբողջ տարի անդրադարձել ենք, պարբերաբար անդրադարձել ենք, հյուրընկալել ենք մասնագետներին։ Իրապես տարին հարուստ էր նոր պեղումներով եւ հնագիտական հուշարձանների ուսումնասիրություններով։ Մեր տաղավարում են Պահպանության ծառայության ցուցադրությունների պատասխանատու Նարե Նիկողոսյանը եւ Պահպանության ծառայության հնագետ Ավետիս Գրիգորյանը։ Հասկանանք, թե ինչով էր առանձնահատուկ 2025 թվականը մեր հուշարձանների համար եւ առհասարակ հնագիտական պեղումների տեսանկյունից։ Բարի լույս։ Բարի լույս, ձեր գալիք նոր տարի շնորհավոր եւ շնորհակալություն։ Ինչպիսին էր տարին 2025-ը համեմատաբար, չգիտեմ, 24-ի հետ, 23-ի հետ։ Տարին շատ հագեցած էր հնագետների եւ հնագիտության շուրջ պտտվող մարդկանց համար ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ պեղումներ են կատարվել Հայաստանի տարբեր մարզերում եւ այդ պեղումների մի զգալի մասը հենց իրականացրել է Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը եւ ինչպես նշեցիք Պահպանության ծառայության տարբեր արշավախմբեր տարվա ընթացքում բազմաթիվ պեղումներ են կատարել Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզում, Արմավիրի մարզում, Լոռու մարզում եւ հուշարձանները բոլորը մեկը մյուսից հետաքրքիր, մեկը մյուսից կարեւոր, շատ գրավիչ տուրիստական առումներով եւ բազմաթիվ հետաքրքիր արդյունքներ այդ ընթացքում։ Բայց ինչ որ նոր բացահայտումներ կան առանձնահատուկ, որոնց մասին իրապես արժի Չէ պլանավորված, բարձր որ պլանավորված հետազոտություններ կան, արշավներ կան, իսկ օրինակ մեկ էլ վաու, sense ինչ որ բան եղել է 2025 թվականին։ Գիտեք, պեղումները բոլորն էլ չնախատեսված են բացահայտումների առումով։ Իհարկե մենք նախապես գիտենք այդ հուշարձանի պատմությունը, նախնական պատմությունը, հուշարձանների մասին, որոնք սկսում ենք պեղել, բայց պեղումները անընդհատ նոր բացահայտումներ են ի հայտ բերում։ Նշեմ, որ Բաղաբերդ ամրոցում եւ Երիցվանք վանական համալիրում նախկինում երբևէ պեղումներ չեն կատարվել, երկուսն էլ գտնվում են Սյունիքի մարզում, Կապան Քաջարան հատվածում են գտնվում, երկու հուշարձաններն էլ իհարկե Բաղաբերդի պեղումները մենք 24 թվականին սկսեցինք, 25-ին շարունակեցինք, իսկ Երիցվանքում հենց 25 թվականի ընթացքում սկսել։ Երկուսն էլ շատ հետաքրքիր արդյունքներ տվեցին։ Մենք այս տարի, եթե Բաղաբերդի մասին խոսենք, մենք այս տարի պեղեցինք երկու կարևոր հատված ամրոցի, մեկը դա հյուսային աշտարակն էր, որը պարզվեց եռահարկ մի աշտարակ է եղել, եւ մյուսը մոնումենտալ մի կառույց պեղեցինք, որը նախնական մեր ենթադրությամբ եղել է այն բնակարանը, որտեղ ապրել են Սյունյաց վերջին երկու թագավորները՝ Գրիգոր II եւ Հասան Խաչենցին։ Իսկ Երիցվանքում նույնպես շատ հետաքրքիր արդյունքներ ունեցանք։ Մենք պեղումները սկսեցինք համալիրի հյուսային կողմում գտնվող փոքր եկեղեցուց։ Այդ եկեղեցին կիսով չափողով ծածկված ավերակ մի կառույց էր եւ մեր պեղումներով պարզ դարձավ, որ դա ոչ թե սովորական մի եկեղեցի է, այլ երկհարկ նախասրահով մատուռ դամբարան է եղել եւ այնտեղից շատ հետաքրքիր գտածոներ ունեցանք։ Գտածոները ունեցանք, ինչ ցուցադրություններ ենք ունեցել եւ հասցրել ենք օրինակ 2025 թվականին բացահայտված գտածոն ցուցադրության շրջանակներում ներկայացնել, թե ժամանակ է պետք դրա համար։ Շարունակելով Ավիկին, նախ ուզում եմ ասել, որ նաեւ տարվա ընթացքում այսպես հանկարծակի անսպասելի պեղումների անհրաժեշտություն առաջացավ, օրինակ Բերդ համայնքում, Ավիկ, եթե հիշում ես, շինարարական պարզապես աշխատանքների ընթացքում պատահաբար շինարարները այսպես հանդիպել էին Խեցեղենի եւ արդեն դիմել էին տեղի Բերդի թանգարանի։ Շուշադիր են շինարարները։ Այո, պետք է շնորհակալություն ասել նրանց, որովհետեւ պարզվել էր, որ այդտեղ դամբարան է եղել նախկինում եւ պեղվեցին կավե համաներ, այո, միջին բրոնզեդարի, որը որ պակասում էր իրականում Բերդի թանգարանի այդ շրջանի ցուցադրությունը, այո, այդ շրջանի ցուցադրությունը համալրելու համար կարծես թե հենց պատվեր լիներ եւ այդ նույն կերպ նաեւ
Լորեբերթում էր շինարարական աշխատանքների ընթացքում, էլի Բաղնիքի շինարարական աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն առաջացավ պեղումների, որովհետև իրականում բացվել էին այնպիսի առարկաներ, որոնք հետաքրքրություն էին ներկայացնում Լորեբերտ ամրոցի մասին։ Ամրոցում երբ որ Այո, ամրոցում շինարարական աշխատանքների ընթացքում։ Եվ այսպես ուզում եմ ասել, իսկապես որ շատ հարուստ է մեր անցյալը եւ հողը շատ գաղտնիքներ է այսպես դեռ պարունակում ու ինչքան էլ որ թվում է թե ահա բացահայտեցինք ու երևի թե դրանից ավել էլ ինչ պիտի լինի, էլ ինչ ինֆորմացիա պետք է ստանանք, բայց արի ուտես որ լիքն են դրանք ու անդրադառնալով հուշարձանների պահպանության ծառայության կողմից ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքի դրանք բազմաշերտ են, բազմավորորդ են, ինչպես որ մեր գործառույթները ցուցադրությունների առումով ունեցանք վերջին մեր ամենամեծ միջոցառումը Մեծամորի պեղումների 60-ամյակին նվիրված եւ Թանգարանի հիմնադրման 55-ամյակին նվիրված, ինչպես նաեւ Մեծամորի հնավայրից պեղված հրաշալի եզակի ոսկյա իրերի զարդերի հավաքածուի ցուցադրությանը, որը հենց դեկտեմբերի 20-ին էր վերջում, Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանում Հառիճի պատմամշակութային ժառանգությունը խորագրով ցուցադրություն ունեցանք, որն էլ բնականաբար որտեղ որ ցուցադրեցինք Հառիճից, հա, Հառիճի պատմամշակութային ժառանգությունը, ինչը որ Հառիճի թանգարանի փակվելուց հետո պահվում էր մեր ֆոնդերում։ Խոշոր միջոցառումների իմաստով այսպես առանձնակի ուզում եմ կարևորել Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանում մեր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ լույսի եւ խավարի պայքարը ցուցադրությունը, որի ժամանակ մենք ցուցադրեցինք Գառնից տաճարի տարածքից պեղված մարմարե ցլի գլուխը, որը ինքը այդ արձանախմբի մի մասն էր եւ պահվում էր էլի մեր ֆոնդերում, բայց մենք հարմար առիթ տարբերակ ու նոր ձև էինք փնտրում դա հանրությանը ներկայացնելու եւ վերջապես գտանք, որ դա պետք է ներկայացվի այդպես լուսային շոուի ձևով եւ որին հաջորդեց արդեն DJ էթնո երաժշտության համերգ DJ-ների, հա, ներկայացմամբ Զվարթնոց տաճարում ունեցանք դասական երաժշտության սիրուն երեկո դաշնամուրային եւ ակորդեոնային կատարումներով բոլոր օրացույցի հետաքրքիր օրերը, որոնք որ մեծապես մասնավորապես կապված են մեր ոլորտի գործունեության հետ, դրանք թանգարանների միջազգային օրգիշեր, հուշարձանների պահպանության, հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության օր, այդ բոլոր օրերը նշանավորվել են մեր կողմից, մեր բոլոր արգելոցներում, արգելոց թանգարաններում ամենատարբեր միջոցառումների, այսպես, այո, իրականացմամբ։ Եվ շատ կարևոր մի բան եմ ես ուզում նշեմ, որ վերջապես կարծես թե մեր հասարակությունը սկսեց հասկանալ եւ մերվել այն մտքի եւ գաղափարի հետ, որ կարելի է հեթանոսական տաճարի հարևանությամբ ինչ-որ ցուցադրումներ կազմակերպել, լուսային շոուներ կազմակերպել, համերգներ, չէ՞ որ մենք բոլորս զարմանում ենք, ասում ենք, «Վաու, տեսեք, Հռոմում Կոլիզեում ինչ արեցին», եւ հռոմեացիները չեն ասում, «Սա սրբապղծություն է, ինչպես կարելի է»։ Իսկ մենք սիրում ենք այդպիսի բաներ ասել, բայց կարծես թե կարծրատիպերը կամաց կոտրվում են։ Կամաց ճիշտ եք նկատել, այո, իսկապես որ հուսանք, որ դինամիկան հուսանք, որ հա կա, թեպետ մինչև հիմա էլ առնչվում ենք դրան ու ուզում եմ նաև ասել, որ այսօր էլ մեր այսպես ավարտական, հա, տարեվերջյան միջոցառումն է հենց Գառնի տաճարում, էլի շատ լուսավոր լույսերի տաճարի է վերածվելու Գառնին պարզապես, գործելու է ամանորյա տոնավաճառ, մեկ շաբաթ շարունակ, այսօր կարծես դրա մեկնարկն է լինելու եւ հայտնի թառահար Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդն են հանդես գալու այսօր այնտեղ, լինելու է նաեւ DJ, իհարկե քննադատություններ էլի լինելու են բնականաբար, բայց անխուսափելի է, բայց մենք պարզապես պետք է հասկանանք, որ հանրահռչակման տարբեր ձևեր կան ու տարբեր մեթոդներ կան ու պարզապես չի կարելի հետ մնալ աշխարհից։ Ես ուզում եմ ուղղակի վստահեցնել, որ մենք հաշվի ենք առնում բոլոր սկզբունքները, բոլոր մեթոդները, համադրում ենք դրանց, փորձում ենք այնպես անել, որ չհակասեն սրանք, հա, մեր մենթալիտետին, մեր ունեցած պատմական ժառանգության, այսինքն այդ ամեն ինչը մանրակրկտորեն հաշվի ենք առնում։ Չմոռանանք, որ դարեր շարունակ, դարեր առաջ այդտեղ տոն
տոներ են մարդիկ անում։ Ես Ապրել են, ուրախացել քննադատությունների են, այնպիսի բաներ ամուսնացել են։ նաև եղան, որ ասում են օրինակ դա որոշակիորեն հնավայր է, կարող են ինչ-որ բաներ վնասվեն, ճիշտ է, պարզ է, որ մասնագետներն են կազմակերպիչները կազմակերպում։ Բոլոր հաշվի են առնվում, չխաթարելով պատմական միջավայրը, հուշարձանները ծառայում են նաև ժամանակակից մարդկանց։ Ինտերակտիվություն պետք է ամեն դեպքում հանրահռչակման համար, Իհարկե։ որտեղ առանց դրա ուղղակի հետաքրքրությունը չի լինի երիտասարդների մոտ։ Այո, մենք խնդիր ունենք իսկապես մեր երիտասարդներին ներկայացնելու մեր ունեցածը, մեր պատմամշակութային ժառանգությունը, իսկ երբ նրանք գնում են արտասահման կամ չգնալով, հա, մենք գիտենք աշխարհը ինչքան բաց է այսօր, տեսնում են այդ ամենը ու մի տեսակ այստեղ մենք սահմանափակվենք միայն, ասենք, որոշակի, չգիտեմ, սահմանների մեջ, կարծում ենք այդպես էլ ճիշտ Եվ չի։ եկեք ճիշտ հասկանանք, որ եթե դա մեզ համար եւ աշխարհի համար ընդունելի է Ֆրանսիայում, Անգլիայում, չգիտեմ, Զիմբաբվեում, դա նաեւ պետք է մեզ համար եւ մեր ժողովրդի համար ընդունելի լինի նաեւ մեր երկրում, դա կարեւոր է։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ եվրոպական շատ եկեղեցիներում դիջեյական ռեյվեր են անում եւ մարդիկ հավատքի են վերադառնում, որովհետեւ եկել են ռեյվի եւ հետո գնում են դեպի Աստված, իսկ ճանապարհները դեպի Աստված ոչ մեկ չի կարող արգելել վերջերս։ Դա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է։ Մենք իհարկե չենք գնում այդպիսի ծայրահեղությունների, Ահա, բայց գոնե առայժմ ուզում ասեմ, բայց աշխարհը հանրության այդպես իհարկե ապրում է։ կարծիքը, պահանջը եւ այլն։ Այդպես ապրում է։ Այո, եւ նաեւ ես ուզում եմ ամփոփել նաեւ կրթական ծրագրերի իմաստով, որովհետեւ մենք նաեւ շեշտադրում ենք այդ բաղադրիչը մեր գործառույթի ու պետք է այսպես հաճույքով նշեմ, որ 2200-ից ավել մասնակից ենք ունեցել մեր տարբեր արգելոց թանգարաններում իրականացված կրթական ծրագրերի ու նաև հասցրել ենք ներկայացնել նոր կրթական ծրագրեր ուզում եմ հատկապես նշել, որ այսպես սահմանամերձ շրջաններին ենք ուշադրություն դարձնում, Բերդ համայնքը նշեցինք, այնտեղ իրականացում են կրթական ծրագրեր, ամրոցի պաշտպանները մեր նոր կրթական ծրագիրը հասել է Բերդ եւ այնտեղ է այսպես նաեւ իրականացնում առհասարակ Բերդի թանգարանը բավականին ակտիվ է եղել այս տարի եւ ոչ նյութական մշակութային ժառանգության օրվա շրջանակում էլ այնտեղ շատ սիրուն միջոցառում ունեցանք, մեր ծորի համնուհոտը, որտեղ Տավուշի բարբարով էր ներկայացում ունեցանք, նաեւ տեղի համնուհոտը, հա, այսպես ներկայացնող կերակրատեսակների ներկայացում եւ այլն ու նաև մեծ թվով շինարարական աշխատանքներ են իրականացվում, վերականգնում, ամրակայում, հա, Ամբերդ ամրոցը գիտեք արդեն նախորդ տարվանից ամրակայման աշխատանքների մեջ այս տարի էլ է շարունակվել եւ դեռ կշարունակվի, բայց հուսանք, որ եկող տարի արդեն Գառնանից հնարավոր կլինի այցելել զուգահեռաբար իհարկե այդ շինարարական աշխատանքները կընթանան, ոսկեպարի եկեղեցու գմբեթը վերանորոգվեց եւ խաչը դրվեց, Սյունիքի դարպասներ հուշարձանը թարմացվեց, բարեկարգվեց, նաեւ ուզում եմ Խնձորեսկի հնավայրի մասին խոսել, որ ինքը իսկապես շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում տուրիստների համար եւ այս տարի մենք մեծ աշխատանքներ ենք տարել այնտեղ երթուղիների բարեկարգման, անհասանելի երթուղիները հասանելի դարձնելու, որը որ էլի ի նպաստ մեր այցելուների կլինի եւ այնտեղ էլի մեծ ծավալով աշխատանքներ են նախատեսվում, որից հետո արդեն Խնձորեսկը կդառնա վճարովի մեր արգելոցներից մուտքը այսպես մեծ թվով ուզում եմ ասել նաև այս կողմով են աշխատանքներ տարվել եւ թվում է թե ամբողջ տարին մենք այսպես ուղղակի աշխատել ենք, բայց երբ որ փորձում ենք ամփոփում ենք ու հասկանում ենք, որ բավականին մեծ աշխատանք է տարվել, իհարկե դեռ շատ բան կա անելու, մենք դա գիտակցում ենք ու հասկանում ենք, բայց դրանք այդ աշխատանքները պարզապես ժամանակ են պահանջում, բնականաբար ֆինանսական ներդրումներ, միջոցներ, որոնք ցավոք միշտ չի, որ բավականացնում է։ Հուսանք, որ մյուս տարվա բյուջեն, որ ընդունել է մեր կառավարությունը, այս բոլոր բաների մասին հիշե, մտածե եւ
չի մոռացել։ Համաձայն եմ, ինձ նաև մի հատ ուրիշ բան է հետաքրքրում, ամեն դեպքում երբ որ գտածոն արդեն բացահայտվել, իրան պետքա տեղափոխել, չգիտեմ, հետաքրքիր է ինչ-որ նորագույն տեխնոլոգիաներով 2025-ին համալրվել եք, որ օրինակ անցած տարի սա չկար, մի քիչ ավելի խոցելի էր գտածոն, այս տարի սա ունենք, գտածոն մի քիչ ավելի քիչ կվնասվի կամ ընդհանրապես չի վնասվի, առհասարակ աշխարհ այդ տենդենսով գնում է տեխնոլոգիական առումով։ Այո, այդ առումով աշխարհում զարգացում կա, մենք էլ փորձում ենք աշխարհին համահունչ գնալ։ Ես ուզում եմ նշել, որ 25 թվականի ընթացքում մենք պեղումներ ենք կատարել Զվարթնոց հնավայրում մեր լեհ գործընկերների հետ եւ այնտեղ իսկապես օգտագործել ենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ, հողի տակ թաքնված հուշարձանները հայտնաբերելու համար, հողը սկանավորելու ուղղությամբ եւ այլն, այսինքն մենք փորձում ենք այդ ամեն ինչին առաջ գնալ, բայց հնագիտությունը այն գիտությունն է, որ այդպես ինքը շարունակում է ավանդական մնալ։ Գտածոները իսկապես մենք ուսումնասիրում ենք լավագույն հնարավոր լավագույն մեթոդներով, դուրս ենք բերում հողի տակից տեղափոխում ենք լաբորատորիա եւ մեր նշած բոլոր այս հնավայրերում, որտեղ այս տարի պեղումներ են կատարվել, գտածոները տեղափոխվել են Պահպանության ծառայության լաբորատորիա, այնտեղ մենք 26 թվականի ընթացքում դրանք կուսումնասիրենք եւ հետագայում արդեն ցուցահանդեսների միջոցով կներկայացնենք հանրությանը, օրինակ այս տարի մենք կազմակերպեցինք Վայոց ձորում Գլաձոր արգելոցում միջոցառում ցուցահանդես գիտաժողով, որտեղ ներկայացրեցինք 23 նախորդ տարվա պեղումներով հայտնաբերվածները, այսինքն այս process-ը անընդհատ ընթացքի մեջ է եւ բոլոր այս աշխատանքները, որ այս տարի իրականացրել է Պահպանության ծառայությունը, մեծ թափով շարունակվելու են նաեւ 26 թվականի ընթացքում եւ ուզում էի նշել, մենք նոր խոսում էինք հուշարձանները ժամանակակից մեթոդներով ներկայացնելու մասին, ընդհանրապես աշխարհում հիմա նույնիսկ միջնադարյան գերեզմանոցներն են փորձում օգտագործել զբոսաշրջության զարգացման համար, այդ առումով մենք ունենք օրինակ Նորատուսի Խաչքարադաշտ պատմամշակութային արգելոցը, որտեղ եկող տարի եւս մենք նախատեսում ենք հետազոտական աշխատանքներ իրականացնել հենց այդ ուղղությամբ, որպեսզի այդ իհարկե այդ վայրը հիմա էլ շատ այցելվող վայր է զբոսաշրջիկների համար, բայց մենք փորձելու ենք ավելի զարգացնել այդ արգելոցը։ Եվ վերականգնման հետ կապված ես ուզում էի նշել նաև Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնման աշխատանքները, որոնք այս տարի 3 փուլով իրականացվեցին մեր իտալացի հանրահայտ վերականգնողների հետ համատեղ այդ նորագույն տեխնոլոգիաների հետ կապված նրանք եկան, առաջին հերթին ուսումնասիրեցին, նմուշառումներ արեցին, տարան իրենց հետ, սա ժամանակատար process էր այնտեղ իրենց ավելի լավ զարգացած լաբորատոր պայմաններում ուսումնասիրելու, որպեսզի հասկանան ինչպես կարելի է ամրակայել եղածը եւ ինչպես վերականգնել դա։ Այս նաեւ միջազգային համագործակցություններն են կարեւոր սա փորձի փոխանակման համար իսկապես մենք շատ կարևորում ենք եւ մեծ տեղ ենք տալիս։ Իտալացի մասնագետները աշխարհահռչակ դրա հետ խոսք չկա։ Ինչ պլաններ ունեք 2026-ին արդեն ունեք կետեր նշած դες մոտ որտեղ եք շարունակելու կամ նոր միգուցե ինչ որ վայրեր ուսումնասիրությունների համար։ Եվ բացահայտումների համար։ Շատ լավ, մենք խոսում էինք պատահականորեն բացված հուշարձանների պեղումների մասին, ընդհանրապես նշեմ, որ հնագիտական հուշարձանները հիմնականում ուսումնասիրվում են 3 իրավիճակներում։ Մեկը դա գիտական նպատակներն է, երբ որ հատուկ գիտական կոնկրետ խնդիր կա, օրինակ Զվարթնոցը այս տարի մենք պեղեցինք, դա գիտական նպատակ էր։ Մյուս նպատակը լինում է, երբ որ կարևոր հուշարձանները պետությունը որոշում է վերականգնել, օրինակ Բաղաբերդ, Գերիցվանք եւ այլն, այսինքն վերականգմանը նախորդ պեղումներ եւ մյուսը երբ որ պատահականորեն շինարարական աշխատանքների ժամանակ ինչպես Բերդում եղավ այս տարի բացվում են հուշարձաններ եւ կարիք է լինում անմիջապես արձագանքելու ուսումնասիրելու եկող տարի բոլոր այս հնավայրերը որոնք մենք թվարկեցինք շարունակվելու են պեղումներ իրականացվել եւ նաեւ նոր հուշարձաններ հավանաբար կավելանան այս ցանկին եւ իհարկե պատահականորեն հնարավոր հուշարձանները որ կարող են բացվել պատահականների մեջ հուսանք կլինի նաեւ Աջափնյակի մետրոն չէ՞ Աջափնյակի մետրոն փորելուց պետք է ինչ-որ բան այդտեղ։ Եվ բոլոր տրոլեյբուսները կգնվեն ու կարիք չի լինի այդտեղից բյուջե հատկացնել։ Շնորհակալություն, լավ տարի ենք ձեզ մաղթում։ Շնորհակալություն եւ մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր այո Գառնի միջոցառման մեկնարկն է, սիրով հրավիրում ենք բոլորին, ժամը 5-ից արդեն համերգային ծրագիրն է եւ մեկ շաբաթ շարունակ կգործի ամանորյա տոնավաճառը։ Տեսեք, Եվրոպաներում փակվում են, այստեղ բացում են էնտրոպիայի օրենքները, ուրեմն ոչ մեկ դեռ չի կարողացել հաղթահարել։ Միտեղ պակասում է, միտեղ ավելանում է։
Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում Պահպանության ծառայության ցուցադրությունների պատասխանատու Նարենի Կողոսյանն ու Պահպանության ծառայության հնագետ Ավետիս Գրիգորյանն են։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, գալիք տարում վստահ եմ նոր ձեռքբերումներով, նոր բացահայտումներով դեռ կհանդիպենք, իսկ հիմա գնում ենք դիտենք գովազդ։ Բացահայտենք գովազդ։